Բարև ժողովուրդ ջան, ZT Bazaar Blood Wars-ը։ Այսօր մենք պայքարելու ենք հաղթանակների համար։ Շնորհակալ եմ ձեզ բոլորից հետ ձեր աջակցության համար, ձեր լայքերի, կոմենտների եւ բաժանորդագրվելու։ Վատ չի, ճիշտ է, տուշ չի տվել, բայց վատ չի։ Տեսնենք, դզեր ընկերոջս մոտ է, հա։ Հասկացա, չէ։ Ալի խաչ բարձանում։ Երևի թակ եմ տալու, բայց շատ հնարավոր է թակը լինի, ինչի? Այո, ասացի չէ, շատ հնարավոր թակ լինի։ Դետալ անողոզ էիր խոսացը, սիրտ մի հատ է կաշի, մնացածն է ես տանում։ Շատ լավ։ Ասում տակ չտրեցին, կարող է տակ տայինք, ուղղակի քյապիտուզը չեր ընկերոջս մոտ, ես քյապիտուզը չախեցի ու լավ ստացվեց, եթե մի քիչ հակառակն է ստացել էր, օրինակի համար սիրտ իրանք կաշեինք կամ ուրիշ մի բան, կարող է տակ չտայինք, բայց շատ վտանգավոր սիտուացիա էր լինելու արդեն։ Սիրտն է խոսում, հա։ Իսկ եթե մի հատ անողոզ ասեմ, մոտնա։ Ինչո՞ւ մի հատ 10 ունես, 10 քաշի։ Եթե թակ է եկել, չէ, թակ չի։ Հասկացանք, առս տեղ անստած։ Շատ լավ եղավ։ Պետք ինչ-որ մի ձև մի երկու քար կար զիբիլ, ուղարկենք ենքոն, որ կարողանայի վերջը ռուկով տանել մնացած։ Ընկերս 10 մաս չուներ թարսի նման, սաղ 10-ն իրանց մոտ էր։ Դրա համար էլ ավելի շատ չտանանք։ Okay, ինչ է տվել, արիքովեցից ձև է տվել, 1, 2, առ։ Ձախ կողմից թշնամին գնաց։ Մի հատ տուշ չունի, հա, սաղ ըստե է գարգոյի մոտ, հա։ Դե որ տենց է եկեք, քիչ լնի, մեզ լնի, ինչ ասում։ Առ։ Ղար չխաղաս էլի, բայց ինչի համար, ուրիշ տուս չուներ, ուրիշ տուս խաղայր, թարսի նման բան էլ տեսել է, քյապս,
Դե հանել եմ ես, ամենայն դեպս։ Տես մոտնը չի տալի մի հատ բան իշմար։ Լավ էլ ինգեր, ինչի չես տալի իշմար։ Քյապիտ ուզուն ես, ես սիրտը 9 եմ խոսում, ինչի չես ասում մի հատ ավել, ընգեր։ Քո պատճառով ինչքան քար տվեցինք։ Դե լավ էլի, դե ճիշտ խաղացեք էլի։ Մի հատ տզի իշմար ինչա չես տալիս։ Բլոտով էլ ձեռը նստած վախենում է մարդը բան անի։ Ինչ անուն է։ Մի հատ էլ ավել խոսակ ապա։ 4 դրսից ունես, այ ընկեր։ Okay, անեցինք։ Ես քյապ չունեի ուղղակի։ Թույլ էր իմ մոտ քյապը շատ։ Մի հատ էր ինչ էր ստից մի բան։ Թե էլ չունեի։ Չէ ունեի, մի հատ ստից ունեի քյապ։ Խոսակ ովրատով եմ, Գագո ջան։ Արդեն ոնց որ ստից ես խոսում։ Okay։ Այդ շատ լավ է, որ ինքը սիրտա խոսում, դու սիրտ ես խոսում։ Այ։ Ես կոմն է, հա, նստը։ Դե լավ, ինչ անենք։ Չէ, անգերոջս մոտ է, շատ լավ է։ Այս անգերս մի հատ է մետր է մտնում։ Ու սենց չեղած տեղից կապուտ ենք անում։ Այ, ափսոս։ Այ, ափսոս։ Չէ, հենա, տենց էլ եղա։ Մորացել է, որ իրամ մոտ է վերջի խոսը, որտև են բանը ձախ կողմից թշնամի չտվես, չէ։ Okay, շատ լավ եղավ, ինչ ասեմ, հետաքրքիր սկիզբ, շարունակենք տեսնենք հլը ինչ ձևի խաղեր ու քարեր կլինեն հետագայում։ Այս օյնին ընկերս իմ թշնամին է։ Բաբոր, այսքան խաչ ես ունեմ, ընկեր, բա դու ինչ ունես, մտածած 4-ն է քո մոտ, հա։ Լուրջ։ Ձեզ ելնի։
Դաժան եղավ, հա, շատ դաժան եղավ։ Չգիտեմ ինչով է ինձ 13 խոսում։ Արսեն ջան, կարող է ինձ գիտես ինչ ճանաչում ես լավություն ես անում։ Չգիտեմ ինչով է այդքան էլ լմնգեր։ Այ ափսոս։ Հա, կոմոդ հա, շատ լավ է։ Միոյն իրանց տանկը հնչտվեցին ավել լավ։ Շատ հետաքրքիր լավ ստացվեց խաղը։ Ես ուշա սիրտ ասի տամ թող ընկերս կարող մարդ ես մի բանով տանի, վախենան մեծը տնեն, են տակից ես լի խաղում։ Տենց է կոչում ես, միշտ տակից խաղացի սիրտը, են էլ աշխատեց։ Ու այդ տակից խաղալը ոնց որ լրիվ փոխեց խաղը։ Ես զգացի, որ մարդ ես, կարող է անգես որ վաբշե ոչ ման չեսում, կարող է հնարավոր է, որ իրա մոտ լինի դուզա, ասեցի հելը մի հատ փորձը մաղոզ դնա մոտնա։ Այ, ափսոս, շատ ափսոս։ Նշանակում է այս աչ կողմից հակառակորդը տուզ ունի, կամ էլ ձախ կողմին ունի։ Փաստորեն ցավելացավ կոզերը, ես կարայի բան տայի, ուղղակի ղառ եմ փախտում, ասեցի բան անեմ, ինչա, 10 տամ, թող մտածեն ղառ չի մնում այդքան բան, մի հատ է ղառ տան, ամենայն դեպս խաղի վերջը որ տեսա, ավելի ճիշտ կլիներ, եթե սիրտը տայ ղառը պահե, որտև ես մտածեցի մի հատ կոզեր ոնց է լինի վերջում կպահեն, կչախեն երևի, չէի հաշվել ճիշտ։ Այստեղ պիտի մտածենք ինչ անենք է, ախր ստենց է գիտեի, որ սենց արվելու Այկու Ընկերս ղառ էր փախտում, այսի երևի ղառ չունի, կարող է չունենա, ամենայն դեպս պիտի կամեն պահի, խոսալու ժամանակ չես կարողանում այդքան հաշվես, տենաս քանի հատ որից դուրս եկավ, այդքան հեշտ չի, արի
Հանեցինք։ Ժողովրդյան, ինչ եք կարծում Արգենտինայի խաղի համար? Ես վստահ եմ, որ պիտի Անգլիան հաղթեր, ճիշտն ասած, որովհետև Արգենտինան ինչքան էլ սիրում ես, կամ սիրում են մարդիկ, համենայն դեպս իր խաղերը մի տեսակ ոնց որ այդքան տպավորիչ չեն։ Հա, վերջում կռվում են, գալիս են ինչ-որ մի ձև պոկում են, բայց չեմ ջոգում, դա իրանց բանն է, տակտիկան չի, ասենք, ես ուղղակի զարմացա, թե այդ ձև ոնց որ Անգլիան խաղում էր, ու տենց սկսեց ու գոլ խփեց։ Ինչի՞ տենց մի անգամից իրանք իրենց տակտիկան փոխեցին, սկսեցին հետ կանգնել, հետ նահանջել։ Յանի ինչ մտածում էին, որ չի կարողանալու, ոչի բան անի Արգենտինան, հա? Like բուջուր-մուջուր երեխեք են վազում դաշտում, իրանց պաշտպանեն չեն կարողանալու անցնել։ Բայց չեն մտածում, որ հերվից հարվածներ կա, շտրաֆեր կան, ես չեմ հասկանում։ Իմ համար իսկականից շատ բան էր։ Շատ տարօրինակ էր այդ Անգլիայի խաղը երեք։ Դες շատ մարդիկ ասում են բաները սուդյաները առած են Արգենտինայի խաղի ժամանակ, չէ՞։ Բայց ես օրինակ երեկվա խաղում չտեսա ինչ որ явնի Արգենտինայի կողմ որոշումներ։ Շատ նորմալ սովորական խաղ էր գնում ու տենց ոչ մի բան չեղավ, հələ ես տեսա մի քանի տեղ, որ անգամ Արգենտինայի դեմ էլ, ասենք չդրեցին, Արգենտինայի համար էլ չդրեցին շտրաֆեր, բան, ընդհանուր ասենք կոպիտոտ էր խաղը գնում, բայց ոնց ասեմ, ասենց ակնառու էր, վայ, ինչ ա տվել այ ախպեր։ Նայեք երբ ա տալիս 4 թուղթը, երբ որ պետք չի էր։ Ասացի, փոխանակ սկզբից դա, չգիտեմ էլ ինչ անեմ։ Մի կողմից չգիտեմ, մի կողմից ոնց որ խղճում եմ էլի մարդկանց, որ ես ձև ա տալիս, ճիշտ չի։ Երկրորդ օրին էլ հաղթեցինք, ճիշտն ասած ես չեմ ասի, որ չօգնեց 4 թուղթը, բայց չեմ էլ ասի, որ օգնեց 4 թուղթը, դուք ինքներդ տեսաք, մենք արդեն վերջացնում ենք խաղը։ Բայց գոհ եմ, որ մեկումը հիշում ա գոնե, տալիս ա տենց բաներ, մենք էլ ենք հիշում ինչ բան ա 4 թուղթը։ Խաղը նաև մեր երրորդ խաղը, երևի սա վերջի խաղը կլինի այսօրվա։ Հույս ունեմ, որ նման ձևով կգնա, հաջող խաղ կունենանք, կհաղթենք։ Ինչ եք կարծում, Իսպանիան կհաղթի, թե Արգենտինան։ Շատ զարմանալի է, եթե ինձ ասեին $10,000 մեր կողմից օրինակի համար տարդիր, ասենք, երկու խաղի վրա, հա? Ֆրանսիա, Իսպանիա եւ Արգենտինա, Անգլիա։ Մի 80% երևի ես կդնեի Ֆրանսիայի վրա ու Անգլիայի վրա։ Որովհետև ճիշտ է, Իսպանիան վատ չէր խաղում, բայց Անգլիան բուլդոզերի նման անցնում էր սաղթամերի վրով, կարելի է ասել հանգիստ։ Ու Իսպանիային մի հատ ունես տակտիկալ խաղից հենց դեմ եկավ հակավ, որ հենց զարմանալի էր ուղղակի, որ հենց ուղղակի 2-0 լրիվ ոտերը փակեցին, այսպես ասած։
Հիմա չգիտեմ ինչ է կարծում, օրինակ Իսպանիա, Արգենտինա ինչ է լինելու։ Կամ եթե կարծում եք ինչ է լինելու, ինչ հաշիվով խաղը, ինչ եք կարծում։ Գրեք մեկնաբանությունները, մինչև այդ ես փորձեմ մարտման կամ չգիտես ինչի ժողովուրդը միանգամից որոշեց չխաղալ։ Աջ կողմի Հակոբը ծանոթ է, իրան նկարում տեսել եմ։ Հա, այո, կարմիր հեռախոսա ձեռը։ Ճիշտ ասած ամենաառաջի անգամ ես որ տեսա մի մոմենտ շշկրում այն, ասես Թուրքիայի դրոշն է ինչ որ հակառակ տակը տենց մի բան, մի մոմենտ հերվից տենց էր երևում, հետո ջոգեցի հեռախոսը։ Okay, եկեք էլ տեսնենք ինչ ալու։ Պիտի որ էսի մեր վրա մնա։ Դժվար խաչը հելնի ինքը։ Այո։ Դե։ Երեք բրծան խաղերը։ Հիմա տեսնենք ինչ է լինում։ Ժողովուրդ, օրինակ մեկ-մեկ կարող ասեք ինչի համար կոնկրետ, օրինակ քյապ խաղացիր, հա։ Այդ գալիս է խաղի սիտուացիային, օրինակի համար երբ որ ես չգիտեմ ընկերոջս մոտ ինչ դուս կա, չէ, ես պիտի խաղամ, ենթադրենք կոզերները մաքրվել են։ Խաղում եմ այն քարից, որից գոնե 2 հատ ունեմ։ Որովհետև եթե ես մի հատ քար ունեմ թակուտի խաղամ, իրանց մոտ տուզ եղավ, մեծ հավանականությամբ իրանք մի հատ են այդ խաղից խաղալու, որ ինձ չափել տան։ Չէ։ Ես չեմ ուզում վերջ իմ կոզերը կամ ընդհանրապես կոզեր հանեմ։ Աղոս։ Ընկերս բան չի ասում երկօրինա։ Կոզերը չունի, կամ էլ չգիտեմ ինչ որ մի ձևով վրից փախավ։ Հա, փախավ ուղղակի։ Դե գոնե հույսով եմ կավելանա։ Պաստորն ավելացավ։ Այն էլ ոնց ավելացավ։ Հակոբ ջան, ինչի վրա էր խոսացել ենք այդ 11։ Հա, դες բլոտ ուներ։ Քիչ էր մնում։ Հələ ինչ է եկել։ Հար։ Մի հատ էլ։ Ես 3 ձեռք տանում եմ։ Հուսով եմ սա խաչերը, այո, փախար, վերջա։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Դե ես 3 ձեռ էի տանում, ինքն էլ մի 4 ձեռ էր տանում, ես վստահ չէ, որ մենք 8 ձեռքը տանենք։ 7 ձեռ ոնց որ տանում ենք, բայց 8 մի քիչ խաբուսիկ էր։ Ինքը հասցրեց խաչերը մաքրվել, կարող է չհասցներ։ Արի։
Ինչի՞ չես կրկնում ընկեր խաղերը, չունեիր սիրտ, չուներ էլի, ափսոս, ոչինչ անեցինք, ունենար կապուտ էր էլում, ուղղակի չուներ, մի հատ անտիկվար ғառ էր մնացել մոտը, չորսալ ғառ էր մոտս, քիչ էր մնում անեին գիտես չէ, այս անգամ իմ մոտ էր ғառն մեկը, հա, հետ էլ մեզ էլ է, վավ, դաժան նոյիններ են երեկ, ինչ ասում ժողովուրդ ջան, հուսով եմ վայելեցիք խաղերը, շատ հետաքրքիր խաղեր էին, բան չունեմ ասելու, օրինակ չեմ կարա բողոքեմ, այս վերջի օրինին ահագին տզեր էր գալիս, լավ անղոզիկ հայեր էր լինում ու ինչպես տեսնում եք, երբ որ մի քիչ նորմալ քայլ է գալիս, շատ հեշտ է խաղը ստացվում։ Հիմա կհասկանաք, թե ինչ օրինակի համար չեմ բողոքում, երբ որ քար է տալիս, թեկուզ սովորական։ Տես աննշի, որ ասենց հատ հերզեր ու 50-ներ ու 4-8 տալ չէ, ասենք մի հատ 4-8 եկավ, մի հատ 2 հատ հերզ եկավ, 50 չեկավ էլ սկի սիրեք օրինի մեջ։ Բայց քանի որ մի քիչ նորմալ քայլ էր գալիս, ես ընդհանրապես չէի բողոքում։ Ու հանգիստ խաղալ է լինում։ Այսինքն դու զգում ես, որ կարտերը սենց ակնարու քեզ չեն ուզում ուղակի կրվցնեն, էլի, այսինքն շանս ունես հաղթելու։ Դե լավ, ինչ ասեմ, բոլոր լավոր եմ ցանկանում, խնդրում եմ չմոռանաք, լայքեք, բաժանորդագրվեք, շատ մարդիկ կան, որ ինձ դիտում են, բայց բաժանորդագրված չեն։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, օգնենք հասնենք 200 բաժանորդագրվածների, հա։ Շնորհակալ կլինեմ ձեզ բոլորից ու իմ շնորհակալությունը ձեզ արտահայտում եմ ամեն օր վիդեոները գցելով հիմնականում նույն ժամերին 10-ից մինչև 1 ընկած ժամանակահատվածում հիմնականում 11-ից 1 ընկած ժամանակահատվածում խնդրում եմ վայելեք, գնահատեք, դրական մեկնաբանությունները գրեք, բաժանորդագրվեք, կհանդիպենք վաղը, հաջողություն